վերջերս ինձ համար նոր արտահայտություններ, գուցե դες համար արդեն ծանոթ, ասում էին ցերեկվա ննջիկ, նկատի ունենալով, որ այդ ցերեկվա մի ժամ քնելը, ասում էին այդ ցերեկվա ննջիկը կամ ննջաքունը շատ կարևոր է, պետք է օրգանիզմը, ուղեղը հնարավորություն է ունենում գոնե մի քիչ հանգստանալու։ Արդյոք սա գիտական փաստ է, թե ուղղակի զուտ ենթադրություն է։ Ունի իր հիմքը այդ պնդումը միանշանակ եւ ես հենց ուզում եմ ավելացնել, որ կա սահմանափակում ցերեկային քնի այդ հատվածի տևողության վրա, սովորաբար խորհուրդ է տրվում 1 ժամից ավել չքնել ցերեկային հատվածում։ Դա ունի իր իմաստը այն առումով, որ մենք 1 ժամը կամ գուցե մի քիչ ավել դա չափահասի համար այն հատվածն է, երբ ինքը մեկ ամբողջական քնի փուլային ցիկլ է անցնում, այսինքն մեկ վերականգնող գործընթաց կատարվեց, այսինքն եւ վերականգնվեց եւ անցավ համապատասխան փուլերով, մակերեսային, խորը, արագ դուրս եկանք։ Կարճ կարող է լինել, եթե շատ կարճ է, բայց եթե այդտենց մի քիչ միջանկյալ, արդեն շատերը բողոքում են, որ դժվար են արտանում։ Մի տեսակ հետք է թողնում այդ քնածը, օրվա երկրորդ կեսը վատ է անցնում, մի տեսակ աներգիկ, այո, աշխատունակություն ընկած։ Այսինքն այդ ամեն մեկը գուցե կունենա իր մի քիչ վարիացիաներ այդ տևողության, բայց մոտավոր այդ խորհուրդն է տրվում։